Գեղարքունիքի մարզում Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո, որը խլեց 1 մարդու կյանք եւ 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան, հարցերը շատ են։ Առայժմ հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին ժամը 21-ի սահմաններում 7 զինծառայողի վրաերթի է ենթարկել ԳԱԶ 53 մակնիշի բեռնատարի վարորդը, Վահան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 3 անչափահաս երեխաների հայր։ Ըստ տարածված լուրերի, բեռնատարը պիտանի չի եղել շահագործման վարորդը վարելու վկայական չի ունեցել։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Վահան համայնքի ղեկավարի փոխանցմամբ վարորդը մեքենան վարել է շատ հազվադեպ, միայն դաշտից խոտը տուն հասցնելու նպատակով։ Մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մթության մեջ չի նկատել վազող զինծառայողներին։ Նա ձերբակալվել է։ Բնականաբար մեղադրանքի սլաքներն առաջին հերթին ուղղվեցին առանց վարորդական վկայականի ու շահագործման ոչ պիտանի բեռնատարը վարող վարորդին։ Սակայն սոցիալական ցանցերում ու դրանից դուրս շատերը բարձրացնում են նաև զորամասի հրամանատարության պատասխանատվության հարցը։ Ինչ է իրականում տեղի ունեցել, ինչու են զինվորները երեկոյան այդ ժամին դրսում եղել, ինչպես չեն նկատել իրենց մոտեցող բեռնատարը։ Երբ որ բարեկային ծառայությունը մտնում են, հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ գյուղում մարդիկ խոտ են տանում, բան այդ մեքենաները պետք չի համարու պահանջել, տեղ զննում պահանջել եւ այլն, բայց գոնե լավ էր, որ մենք այդտեղ բանի չգնացինք եւ ասցինք, չէ, պետքա ի վերջո պետքա վերջ տրվի այդ ամենին, բայց այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին եւ 4-րդ մասերով տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Ըստ մեղադրանքի վարորդի գործողությունները զինվորների առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս են հասցրել։ Մեղադրանքը չի առաջադրվել մահվան հանգեցնելու հոդվածով, թեև պատահարի հետևանքով 1 զինծառայող մահացել է Սուրեն Վարդանյանը։ Նա ձորախբյուրից էր, դեռ 1 ամիս էլ չկա, որ բանակ է զորակոչվել։ Ոչ, աննկարագրելի շատ ցավալի, դեսի օրենք, այդ շոֆերին չգիտեմ ինչ պետք է անեն։ Շատ ցավալի է, օրենք գոյություն չունի, ժամինի զինվորը ինչ գործ ունի, որ հելնեն վազնեն, իրանց անվանական չի ժամն է էդի, իրավունք չկա, զինվորը այդ ժամին շոշինել էր, որ մեքենան էլ գերխփեր իրան, պատկան մարմինները պետք է պատասխան տան, այդ ժամին զինվորը իրավունք ունի, անվանական չի ժամն է, որ էթա հանգստանա։ Այդ պետքա պարզվի, ինչ էին դրսում, կպարզվի։ Սուրենն անցած տարի էր դպրոցն ավարտել, սրտի հետ կապված խնդիրների պատճառով տարկետում էր ստացել, բայց այս տարի զորակոչվել էր։ Երեն իվալիդա, մերեն իվալիդա։ Տղաներն էին աշխատում։ Հա, 2 տղան են, մի տղային տարել են պահեն, մեկին էլ նոր պետք է տանեն, ես աշնան-պրիզի պետք է գնա բանակ։ Վրաերթից տուժած 6 զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 3-ը հետազոտվել են, բժշկական որևէ միջամտության անհրաժեշտություն չունեն։ Մյուս 3-ը գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։ Facebook-ում թեմայի քննարկմանը արձագանքելով Լուսինե Թումանյան անուն ազգանունով օգտատերը ներկայանալով որպես դեպքին մասնակից զինվորի ծնող գրել է, որ իր որդին բժշկական փաստաթղթերով հոդվածավորված է եղել եւ ազատված ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ զինվորները պատժված են եղել։ Դեպքի օրը ընտրվել է մեր կարծիքով ոչ պատշաճ պատժամիջոց, որի հետևանքով երեխայից դուրս են բերել գնդի տարածքից։ Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը։ Պահանջում ենք, որ քննության ընթացքում պարտադիր պարզվի, ով եւ ինչ հիմքով է կայացրել այս որոշումը։ Արդյոք հաշվի է առնվել զինծառայողի առողջական վիճակը եւ սահմանված սահմանափակումները, եւ արդյոք այդ որոշման ու տեղի ունեցած դեպքի միջև կա պատճառահետևանքային կապ։ Մենք ուզում ենք ոչ թե ենթադրություններ, այլ ամբողջական ու օբյեկտիվ քննություն։ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր, թե զինվորները պատժված են եղել եւ զորամասից դուրս տարածքում ճանապարհի վրա վազել են հակագազով։ Դրա համար էլ չեն լսել ու նկատել իրենց մոտեցող բեռնատարը։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն հերքել են շրջանառվող լուրերից միայն հակագազի դրվագը, նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Բայց չեն հերքել լուրերը, թե նորակոչիկները որպես պատիժ են երեկոյան ժամը 9-ին վազել, այն էլ զորամասից դուրս։